Ապե իսկ համար չեմ լսել որ սունկ ուտելուց մարդ մեռնի։ Նայ, չէ, տղավար։ Տես ախպեր։ Ես խոսք եմ տալի, լավ եմ լնելու, տես։ Ապե խոսք ոչ։ Ախպեր, ուտում եմ էսի։ Կերա սունկը, որը Վարդանի պնդմամբ թունավոր էր, տեսնենք մինչև վեր սաղ կմնամ, թե չէ, բայց ես անձամբ չեմ լսել, որ սունկից սունկ ուտելուց մարդ մեռնի։ Բարեկամները, հարգանքները, սա արևա շատ Եղեգնաձոր քաղաքից։ Այսօր մենք ինչպես նկատում եք Սամարա մագնիշի մեքենայով ենք։ Եվ ես նստած եմ շեֆի տեղը, այնտեղ որտեղ որ պետք է լինեմ։ Նստած եմ ու վարորդիս ու օպերատորիս հետ գնում ենք Ալայազ, նույն ինքը Եղեգիս, գնում ենք սիրված ընկերոջը շնորհավորենք ծննդյան արդիվ իր ընկերների կողմից։ Հավես իրավիճակա, սովետական շունչ, դզում աղբեր, Սամարան, 099, մցույց դու աղբեր հարմարությունները, շատ գեղեցիկ է ընկերներ, կարծես անցյալի շունչը գա ու շատ հաճելի աչից, բան են դնում, բեմ են սարքել, որ բան անեն էլի, որ հանրապետության օրը նշվի, շատ լավ բեմ են դրել, բեմականացում է լինելու, դրոշներն են տնկել, որպեսզի հանրապետության հռչակման օրը հռչակեն տոնական օր եւ նշենք։ Հիմա Ռուբենս խույս տալով բազմատեսակ փոսերից մեզ տանում է խանութ, որպեսզի տորթ ու կոնյակի տեր դառնանք, այնտեղից էլ շարժվենք արդեն Եղեգիս բիսեդկաներից մեկում, որտեղ մեր անուշ աղբերը իր ծնունդն անշում ընկերների հետ, ընկերներից երկուսը գտնվում են սարերի վրա կարևոր գործերով, դրա համար մենք ենք գնում, շնորհավոր ենք։ Հիանալի է։ Իսկ սա Բիրիկնոսների փողոցն է մեր, որտեղ շարժը շատ է, լիքը խանութներ, վարկային կազմակերպություններ, բանկեր կան, իհարկե հացի փուր կա, տնտեսական խանութ եւ իհարկե մեր շատ սիրելի Արենի 1-ը, հասանք Արենի 1, իշնենք առևտուր անենք, տղեր, ինչ կուզեք խմեք։ Հովանավորի սուրճ խմենք, լավ, արի գնանք ընտրենք ինչ սուրճ ենք խմելու արդեն։ Բարեկամներ, մենք օդի մեջ մի անգամից որոշեցինք ինչու՞ չէ մեր հովանավորի հետ անցկացնենք մի քիչ գետի ափին, պատվերը տալուց հետո, որովհետև բարձրանում ենք շատ գեղեցիկ բնապատկերով հագեցած մի վայր, այնտեղ անակնկալը կանենք ու կշարունակենք մեր գեղեցիկ արարողությունը գետի ափին, խորոված կանենք, սարդելկեք եւ իհարկե գարեջուր կխմենք։ Ինչա վատա, որ այսօր ռուլի չեմ, ամեն ինչ հիանալի է, վարորդը կա, դրամատրությունը կա, եղանակն էլ թույլ է տալիս։ Այնպես որ բոլորիս կենաց է, լավ ելնենք, առողջ ելնենք։ Տեսեք ինչ գեղեցիկ է Վայոց ձորը, Արփայի Եղեգիսի միախառնման խառնարանը։ Հենց այստեղ է, որ այս հարթավայրում գեղեցիկ կանաչապատ, որ խառնվում է Եղեգիսն ու Արփան ու շարունակում են իրենց ճանապարհը որպես Արփա, որովհետև Արփան ավելի մեծ է եւ վիթխարի։ Իսկ ինչ մեր ճանապարհը շարունակելը մենք կկանգնենք գազալցակայանում, կլիսկավորենք գազ։ Հին ու բարի մարդկանց է հանդիպել, դիալաջի ենք անում։ Տեսեք ինչ գեղեցիկ սար ունենք մենք, որի անունը չգիտեմ ինչ է, եւ իհարկե մենք հայթայթեցինք դանակ, որովհետև մեզ շատ է պետք։ Դե նկարել ես, որ հանել ես։ Ինչ կա հանելու է, լարի հացով կեն հանենք։ Չեմ կա։ Բա ինչ է հանենք։ Ինչ է լինել։ Արի տաքսիզնա կհանենք, դնենք ավտետը ֆռնք։ Օպերացիոն է դասը։ Ես ունեմ։ Քախու կարծում։ Վարդանը որպես անվանի խաղացող դու խաղամոլ ես, չէ։ Բայց լավ չէ, էսի դժվար կլինի։ Ինչքան ես գցել։ Ինչ ուզում ես ան, 100 եմ գցել։ Ինչ կուզես ան։ Եթե հանի նվերը կտնանք մեր բարեկամներից մեկին ով կուզի, կոմենտներում գելեք։ Ախպեր, բա գելուխ է իր գովում ամեն ինչ կարամ ես։ Իմ անունը Արամ չի, բայց ամեն ինչ կարամ է։ Ասենք խի էլի։ Դե լավ, փող չունեմ շատ։ Բարեկամներ, վարորդը
ընկել է խոսակցություններով եւ անտեսում է մեր ներկայությունը գազի լցակայանում։ Նստի լցի քշի եթանք։ Դու բուխանկա ես սիրում, հա։ Դե ինչ բարեկամներ գնացինք դեպի Եղեգից, բայց հեռասը միացնենք արդեն, որ զանգեմ անում բան ճշտեմ, էլի Վարդան, համաձայն ես։ Всё։ Մեթանի հոտը շատ ագրեսիվ նեխած հոտ է, գիտես։ Ասենք պրոպանը տենց հոտ չունի։ Հիմա ընկերներ ուղևորվում են գեղեցիկ չքնաղ գետափնյա ճանապարհներով դեպի Եղեգից։ Հեռախոսս միանա զանգեմ Հոբելարյանն ճշտեմ գնանք շնորհավորենք Գևորգի եւ Տարոնի կողմից նրա ընկերներն են շնորհավորողները իսկ Հոբելարի անունը դեռ չգիտեմ ու դա նորմալ է որովհետեւ չեմ խոսացել այդ առիթով Բոլորիս շատ սիրելի Շատին գյուղն է կադրերում Շատինը հրաշք մի գյուղ է ծվարած Վայոց Զորյան լեռնաշխարհում Հրաշքները այստեղ դառնում են իրական, որովհետև հենց սա այն խաշմերուկն է, որտեղից աչ անելով դու գնում ես ուղղակի դրախտային միջավայր, դրախտային լեռների բնորան։ Այնտեղ լեռները տարբերվող են, հավատացեք ինձ։ Հիմա քիչ հետո կհայտնվենք այնտեղ, ինքներդ ձեր աչքով կտեսնեք, եւ այդ ամենը սկսում է հենց Շատինի խաշմերուկից։ Տեսեք, արջևում Շատինի խաշմերուկն է, այստեղով եթե ուղիղ գնաս կգնաս Վարդենյանց լեռնանցք, բայց երբ որ աչ ես անում, արդեն կյանքը փոխվում է, գույները նույնպես։ Պատկերացրեք այնքան տպավորիչ ու գեղեցիկ տեսարան է, որ ամբողջ աշխարհից գալիս են մեր բարեկամները, մեր հետաքրքրասեր եւ գեղեցկություն գնահատող տուրիստները եւ հիանում են այս լեռներով։ Լեռներ ու ժայռեր, մենք գնում ենք հենց այդ սիրուն տեղը, որը ամբողջ Հայաստանի մասշտաբով տարբերվող է, իսկ աշխարհի մասշտաբով շատ նման է Ալպերին։ Բայց Ալպերը գլուխները պատին են տվել, եթե կարան այսքան սիրուն լինեն։ Սպասեք կտեսնեք։ Ամներ Շատին գյուղը, ինչպես որ նշում էի, շատ դրախտային հզոր տեսարաններ ունի Եվ հենց այստեղից արդեն կարծես բնությունը քո հետ սկսի խոսակցություն ասելով այն մասին, որ գնալով ավելի է ճոխանալու տեսարանները եւ իսկապես այդպես է, երբ որ ավելի շատ ես խորանում ձորի երկայնքով, տեսնում ես արդեն մեկ ուրիշ հզոր տեսարան։ Հիմա ես իմ համար նստել եմ մեկնաբանում եմ Վարդանը նկարում, չես ինձ նկարում։ Դու նկարի ավելի լավ այս գեղեցկությունը, այս հրաշքը բնության, որը տեսնելու համար ուղղակի մեր բարեկամները պետք է գան Շատին գյուղ, որ իրենց աչքերով տեսնեն։ Սա հզոր պատմական բնորան է, բարեկամներ, մենք կամաց մոտենում ենք Եղեգիս գյուղին, որը եղել է իշխանանիստ քաղաք ժամանակին։ Այստեղ Սմբատյաններն է, Սմբատյան տոհմը ժամանակին այստեղ աղաք է եղել։ Իսկ մի քիչ վերև Սմբատաբերդն է եղել, որտեղ Սմբատաբերդն էլ ծառայել է նրա համար, որ վտանգի դեպքում ամբողջ քաղաքի, իշխանանիստ քաղաքի բնակչությունը բարձրացել է այնտեղ պաշտպանվելու համար, պատերազմ մղելու համար։ Մի խոսքով մենք հիմա գնում ենք պատմական տարածք, որտեղ դեռ շատ վաղուց եղել են հայեր, հիմա կան ու կլինեն։ Կռանն է կադրերում, ընկերներ, որը սպասարկում է մարդկանց շահերը շինարարության մեջ։ Զգում ես, կուբիկ քանդել են, որ ասֆալտապատեն, բայց դեռ չեն ասֆալտապատել, Ռուբենն էլ շատ գեղեցիկ մանևրների միջոցով խուսափում է նրանց մեջ ընկնելուց։ Շատինցի բարեկամները հավաքվել են այստեղ, ֆուռ է նկատվում կանգնած, տեսնես ինչ են անում, հեսա կճշտենք, անպայման ճշտումներ կանենք, մաքրություն են անում։ Բարի օր ձեզ, լավ եք։ Հենա մի հոգի մենակ իշ ճանաչեցի մացար, մեր հարազատ Շատինում աղբերս, մի հոգի ասֆալտ են անում, ասֆալտապատման աշխատանքներն է բարեկամները, GCB-ով կրում են ասֆալտը և փոսալցում անում, իսկ հետևից Mitsubishi-ին կատոկ անելով գալիս է, մինչև որ իսկական կատոկը կատոկ կանի։ Տես, վերջ, Ռուբեն, դու էլ չպիտի խույս տաս, քշիր բարեկամ, քշիր ինչքան կարող ես հավեսով, արել է տեստ ինչ է կատարվում, ջրում են աղբեր։ Բարի օր ձեզ, ես վերջը սարքիք էլի, անչի է տես պանարիք։
մեռնեմ սրտից սանուր Հայաստանը։ Ախպեր, բան սարքին, ասֆալտա թմբիկ սարքեցին, որպեսզի Ռուբեն քո նման, ասենք կրակոտ վարորդները արագ չվարեն շատինի մեջ։ Թե չէ դա կարող է վերջանալ տապորով բարեկամներ, որովհետև ինչպես հայտնի է, մեր շատինցի բարեկամները, երբ որ բանը բանից անցնում է, ոչ թե զենք մենք են անում, այլ տապոր, բալթա ընկերներ, կարող են ձեզ բալթայել, եթե հանկարծ կանալները խառնեցիք այս տարածքում, եթե կգաք, ուշադիր եղեք եւ զգոն եղեք։ Ճիշտ անցեք այսքան տարածքը։ Գնացինք։ Արա, բայց ես մինչև գնալը նկարել ինչ սիրունա։ Տեսեք Գառնի սիմֆոնիան Շատինի լեռներում։ Ուղղակի, քանի որ Շատին գյուղը հենց ինքը արդեն մի քիչ հեռու անհասանելի տեղում է գտնվում, շատ մարդիկ այս սիմֆոնիայի մասին չգիտեն էլ, բայց ես իմ պարտքն եմ համարում ձեզ տեղեկացնել ու ասել, որ այստեղ սիմֆոնիա կա։ Տեսեք, ուղղակի այնտեղ հասնելու համար պետք է վտանգես մի քիչ կյանքդ ու արջերի հետ ընկեր ելնես, արջերին ընկեր պրիզնատեկած ելնես, որ հանգիստ ծառը բարձրանաս ու գնաս սիմֆոնիայի մոտ։ Աչից բարդիներն են, ձախից բերքատու ծառերը, շուտով այստեղ բերքառատ է լինելու։ Ինչպես նկատում եք, մեր հորիզոնի վերջում կա ձնածածկ սար, որը իր հերթին ուշում է, որ այնտեղ Գեղարքունյաց աշխարհն է։ Գեղարքունյաց աշխարհի լուսապսակ ճակատներից, գագաթներից մեկն է երևում հիմա, բայց մենք չենք գնում այնտեղ։ Սուրոյի էվակուատորն է մեր առջևում, դեղին, գեղեցիկ, պատրաստված, որ ասֆալտաթմբիկը ջարդեց Ռուբենը։ Սուրենը հիմա գնում է, չգիտեմ ինչ անի էվակուատորով, ում ավտոնա փչացեք, աղա իմանաք, այլ զանգեք ճշտեք։ Հələ զանգեք տնենք ում ավտոնա փչացե, եթե աչարած պետք է, չէ, լավ, որ ձախանում, Սուրեն, գնա Լևի, բարեկամ, գնա, մենք գնում ենք Պրավի։ Աչով մենք բարձանում ենք արդեն նախկին իշխանանիստ քաղաք, արդեն մոտենում ենք էկոֆերմայի։ Մեր Վահե աղբերը այստեղ ֆերմայում կազմակերպում է ցեղական կովերի պահվածք։ Եվ այդ կովերը շատ լավ կաթիկ են տալիս։ Նրանք ունակ են օրական 20 եւ պլյուս լիտր կաթ տալ։ Ձախից մեր անուշ աղբոր տնկած ծառերն են, տեսեք, ժամանակ կար այստեղ ուղղակի դաշտ էր, բայց հիմա գնալով վերածվում է այգի, որովհետև մի անուշ աղբեր որոշել ու կազմակերպել է ծառատունկ, որպեսզի ծառեր լինեն դաշտերում, ոչ թե ուղղակի խոտեր։ Ապրի մեր Սմբատյան տոհմի ներկայացուցիչը։ Այո։ Իսկ այս պահին, եթե նայենք ձախ վերևի հատվածը, այնտեղ Սմբատաբերդն է, որի մասին մենք ունենք տեսանյութ, ում կհետաքրքրի Սմբատաբերդը տեսնել, կարող է որոնել ու տեսնել մեր տեսանյութերում, մեր մասնակցությամբ, եթե ուզում եք իմ ձայնը լսել, եթե չեք ուզում լսել, ուղղակի գրեք Սմբատաբերդ, ոնց էլ չլի, մեր երկու բլոգեր եկածկալ են, էլի, ասենք, կավադուրները գա իրանց ստիլը, իրանց ոճը ու դուք այդ բանով անեք, էլի, իրանց ստիլով նայեք, անձի էլ չնայեք, ինչ իմանաս։ Ամեն դեպքում ես սենց եմ ու կան մարդիկ, որ ասում են աղբեր, հնչես այդքան շատ խոսում, բայց ասեմ բարեկամներ, ես բավականին էներգիա եմ ծախսում, որ խոսեմ, հենց հենց չեմ խոսում, իմ գործն է, իմ սրտի կանչն է, պետք է խոսեմ։ Դիմացից մեր Արամ անուշ աղբոր դղյակն է, ես օրինակ ասեցի, կարելի է անվանել Արամի դղյակ, քո էս սիրուն հյուրանոցը, բայց Արամը ասես չէ, ես կասեմ Sky House, Sky House եղեգիս բարեկամներ, տեսեք, այնտեղ իմ բարեկամը, իմ անուշ աղբերը, ես իրան շատ սիրում հարգում եմ, իմ կյանքում նա լիքը փոփոխություններ է մտցրել, ով ինձ սիրում հարգում է, իմացեք, որ Արամի ավանդը շատ մեծ է եղել իմ մարդ-տեսակի ձևավորման մեջ, հետևաբար ես Արամին շատ շնորհակալ եմ, որ Սոչիից արևկող ափերը թողած եկել է Եղեգիս ու կառուցել է այս չքնաղ հյուրանոցը։ Եթե չեք եկել այստեղ, ես ձեզ 100%-ով վստահեցնում եմ, եթե գաք, մի վայրկյան անգամ չեք փոշմանելու, եկեք ու հանգստացեք։ Օր Վարդան, բայց ժոգում ես ինչքան շատ խոսացի։ Արդեն ես իմ վրա ազդում եմ աղբեր։ Օր բայց ինֆորմացիա եմ տալի, էլի։ Ինֆորմացիան ավելնոր չի լինի, եթե նշեմ, որ այստեղ հասանք արդեն այն պահը, որ ալպերը, գլուխները այս պատերին են տվել, որովհետև այս ժայռերը աշխարհում միակն են։
տեսեք սրանց գեղեցկությունը, հզորությունը, մենք եթե նայեք տեսանյութը մինչև վերջ, անակնկալից հետո անպայման գնալու ենք գետի ափսարդել կա ուտելու եւ կնկարենք դրոնով այս գեղեցիկ ամպերը, գեղեցիկ սարերը ձեզ համար։ Տեսեք, ուղակի մոգական է։ Եթե ուզում ես հոգիդ ռեստարտ լինի եւ վերապրես ու վերածնունդ զգաս, անպայման արի այստեղ։ Արի ու վայելի Եղեգիսյան այս չկնաղ տեսարանը եւ ձեզ պետք է ասեմ, բացի իմ արամախորդ ստեղծած հրաշքը, հրաշալիքը, որը հագեցած է բոլոր հարմարություններով, որ դուք ունենաք լավ հանգիստ, կան էլի լիքը հանգստյան տեղեր, որտեղ գալուց դուք կտեսնեք այս տեսարանը, կշնչեք այս օդը, որը մենք հիմա ենք շնչում, ձեզ լավ կզգաք ու կհիանաք այս տեսարանով։ Այնպես որ եթե ունեք հնարավորություն ու որոնում եք լավ տեղ հանգստյան համար, Ստեփան Մարգարյանը ձեր բարեկամը, ձեր անուշ աղբերը ասում է՝ եկեք Եղեգիս։ Եղեգիս գյուղի միջով ենք անցնում, Եղեգիս գյուղը բավականին հին գյուղ է։ Ինչպես նշեցի, ժամանակին եղել է իշխանանիստ քաղաք։ Աղբերս ուղազ պատրիոտ է կապույտ գույնի։ Ինչ գեղեցիկ են սարքել այս պիկապ ուղազ պատրիոտ պիկապը։ Անգամ պետք է նշեմ, որ պռուժինները դեղին է, դա նշանակում է, որ իրավեջին չի, ուր ասես կեթա, հատուկ, գիտես չէ գույները ինչա նշանակում, բան ընդհանրապես զսպանակների գույնը դա նշանակում է, որ ինչ նագրուսկաների համար է, ինչ դժվարությունների և բեռների համար է, էլի, ինքը համար էր նախատեսված, իմ սուրո աղբոր ծնունդն էր 3, շնորհավոր լինի, նա բնակվում է հենց այս գյուղում, մեղրիում էլ է ապրում, թուզ է աճեցնում եւ սուրոն լիքը լավ թզեր ունի, տարբեր տեսակի թարմ ու չիր, այնպես որ սուրո աղբեր հարգանքներս, եթե կտեսնես տեսանյութը իմացի, որ ես հարգանքներս ուղարկեցի ընդ քեզ, այսօր քանի որ ունենք մեկ հրաշալի անակնկալ բարեկամներ, ես երկար տեսանյութ եմ ձեզ համար պատրաստել ու ջանքեր չեմ խնայում, անդադ խոսում եմ, որ հետաքրքիր լինի։ Այ ուրեմն ստեղ արդեն Եղեգիս գյուղը դուրս եկանք ու հենց այստեղ է, որ տեսարանը էլ ավելի է ճոխանում, հարստանում, թագավորական տեսարան է, որը անգամ ամենահասարակ հոգեկերտվածք ունեցող մարդուն ստիպում է, որ նա իրեն արքայավայել զգա։ Հիմա մենք մի քիչ էլ կառաջանանք եւ աչից արդեն այն տեղը կլինի, որտեղ որ պետք է անակնկալը անենք։ Բիսեդկան պետք է ճարենք, մեր Վահե աղբոր ծնունդն է։ Վահե եղբայրը մեզ դարձավ հովանավոր իր ծննդյան օրը, որ այս տեսանյութը լինի, թե չէ առանց նրա չլինի այս տեսանյութը։ Ես հենց սկզբից ասեմ։ Վահե եղբոր ծննդով մենք ձեզ ծանոթացնում ենք Վահե Ձորյան հրաշք աշխարհի հետ։ Ով իր կյանքում գոնե մեկ անգամ չի եղել Վայոց ձորում, ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք շատ կարևոր բան եք կորցրել։ Հնարավոր է ստեղ էլ լինի, բայց եթե էլ անտառ չկա սև գույնի, ուրեմն ստեղ չի, գնում ենք առաջ։ Գնում ենք բարեկամներ, գնում ենք ստեղ չի։ Այստեղ չի մեր Վահե բարեկամը, բայց էլի բարեկամներ կային քեֆ են անում։ Օրալը գետը ոնց է կատաղ է։ Գետը Եղեգիսն է, բարեկամ, Եղեգիս գետը հիմա կատաղած է։ Այստեղ պետք է լինի։ Ստեղ ավտո կա։ Մի րոպե։ Դամներ, ահա, հասավ պահը, հասունացավ եւ տրաքեց այդ պահը, որ պետք է գնանք Վահեին, ասենք ծննդը շնորհավոր անուշ աղբեր, այստից պետք է իջնես։ Ռուբեն, ստեղից պետք է իջնես։ Հիմա աղբերները նստել են օրա վարար գետի կողքին եւ իրենց անուշ աղբոր ծննդյան օրն են նշում։ Օրա ինչ սիրուն է, այդ պահը նկարի, լենզի մի նկարի հիմա։ Հələ այդ գեղեցկությունը նկարի, ոնց չգաս դե ուտես խամ մեզ աղբեր։ Պատի ուտ է, հա։ Գմփիկն ուր է։ Իջցրել ես ցած Վարդան։ Թացրել ես Վարդան։ Վայ Վարդան, ինչ ես արել գմփիկը աղբեր։ Աղբերներ, որ նստենք ստե, աղբերներ, որ նստենք ստե, որ ձեզ չենք խանգարի։ Ես մեր կյանքին մերնեմ։ Մերնեմ կոնցերտին, ուրա Վահե։ Ծնունդը շնորհավոր ծափեր տվեք։ Ծափերը բարձր։ Աղբեր արի այստեղ գետի ֆոնին քո ծննդը շնորհավոր ենք աղբեր, դու ես ինչ լավ օր ես ծնվել, ես ինչ լավ պահեր են, քեզ սպասում, քեզ հարգում եմ, հարգում սիրում եք, չես աղդ աղբեր։ Վայ, ծննդը շնորհավոր։ Մենք եկել ենք շատ կարևոր, սուրբ տեղից կարելի է ասել քո ծննդը շնորհավորելու, իսկ թե ում կողմից ասեմ, թե դու կասես։
Հուշում եմ, քո ընկերներն են, որ շատ կուզեն ստեյք օղատելնեն, բայց հարգելի պատճառով չեն կարողացել գալ, իրանք էլ սուրբ տեղ են ու սուրբ գործի վրա։ Հələ մերն եմ քո սրտին, հենց իրանց կողմից է աղբերս։ Քեզ շատ են սիրում, տղերք ձեր հետ են հիմա իմացեք, մեր հետ են, սաղից հետ են։ Մեկ լավ երազանք պահի։ Ծափեր ենք տալի, հա։ Ծափեր տանք։ Ժան։ Ես կարծրությունը վերջ։ Առող չլնես, լավ լնես, միշտ տենց ընկերասեր։ Ես ուզում ես արի դնենք ստե աղբեր, այստեղ դիր։ Ես էլ վերջ աղբեր։ Կամի մոց ապչում։ Ես էլ Ezi veremներից է, աղբեր, վերևներից, ջան։ Աղբերն Եթե սա եդեմական տեսարան չի հակառակում փորձեք ինձ համոզել, տեսեք բարեկամներ, ինչ գեղեցիկ տեղում ենք մենք հիմա, հենց Եղեգիսի լեռներում վայելում ենք մեր հանգիստը եւ այնց այստեղ է, որ պետք է հավաքենք 4 փայտեր, օրինակ սենց ու կրակ վառենք, որ պատրաստենք մեր այսօրվա ուտելիքը։ Որը մետրի վրա այսքան բան հավքի, մարդ, Ռուբը հիմա փորձում է բան սարքի մեզ համար, տեղ որ պետք է խորովենք սարդել կեքը, նիշ սիրուն է։ Հիմա ես կլռեմ, դուք կլսեք գետի ձայնը։ Հիմա շարունակենք մեր ցախ հավաքելը, կմիանանք շուտով ձեզ։ Ահա, ասես ցախերը հավաքենք, գնանք խարույկ այրելու։ Մենք փորձում ենք պատրաստել շշեր, որ խորովենք մեր սարդել կեքը։ Հիմա էսի տոշնի է հենց։ Այսինքն բան ենք անում, էլ օրինական վրոզ ենք անում։ Դանակով սապեցկի, հələ կախիցած Վարդան։ Այսինքն, ահա, փսուկտես։ Ստացվում է արդեն մեր գործարքը։ Ավեցքի չի, ես եմ սարքը։ Հա? Ես եմ սարքը։ Դանակը սովետական Վարդանն է սարքել այս դանակը։ Դուր։ Սաղոցով։ Հիմա մենք Դուք նայ Վարդան, ուրեմն միանից։ Всё, լավ է, արի։ Իդես ինչ պետք է անենք։ Սարդել կեքը տես, այս շշերը այսպես պետք է աշխատի իրականում, այսպես տես։ Որ այդ հաստ ու բարակ պահերը չխանգարի մեզ։ Հիմա գնում ենք մեր խոհանոցում հիմա ես կպատրաստեմ տարբերվող ուտելիք, ուտեստ, որը բաղկացած է պահաներից և սարդելկայից։ Իսկ թե ինչ ֆիրմայի հիմարև եթե ասենք մի քիչ պայմածլնեին, զանգածլնեին, կասեի ինչ ֆիրմա, բայց որ չեն զանգե, չենք էլ ասում։ Վարդան սենց անեմ, հա։ Նեղ կտրի, մի հատ սարդել կան, կեսով մեջտեղը դիրարանքի խպի։ Սենց։ Հա։
Դե նկարի։ Հիմա տեսեք սարդելկաները այսպես ենք անում։ Այսինքն սարք բուտերբրոդի նման էլի, ոնց է բուտերբրոդը լինում այսպես։ Որը լավ էլ մեծ է հետո։ Չգիտեի որ այսքան մեծ է։ Սունկ է կալում, հա։ Սունկ։ Որ կողմերը կարա լինի։ Այս է, այս կանաշների մեջ։ Կլինի 4 ռուբլ։ Մոտիկից որ նկարես ճիշտ կլինի։ Այսա սունկ էլ կֆրանք, այն էսի անենք։ Այս պահը հովոս սիրուն առաջ տալու բանով կսարքես, սես որը սենց լինի, ահա։ Այս սարքինք։ Հիմա էսի 6 կտոր պետք լի, ահա, էսի 1, էսի 2, 3, 4։ Անի, էսի պետք обработка անենք։ Հիմա անդրադառնում ենք շշերին, որ ավելի ճիշտ լինի, որովհետև պետքա շատ սահուն լինի շշերը, իսկ այս շշերը այդքան էլ սահուն չեն։ Սահունությունը ստանալու համար պետքա այսպես բաները կտրվի։ Այսինքն այս ամեն ինչը չէր լինի, եթե մենք լինեինք մեր մեքենայով, բայց քանի որ էլի մեր մեքենայով ենք եկել, ուրիշ մեքենայով չենք եկել, բայց չունենք շշեր, պետքա սարքենք շշեր։ Իսկ շշերը ոնց են սարքում, հենց այսպես։ Տեսեք, մնաք սրանք մեզ խանգարող բաներ են։ Պետքա շատ հարթ ու սիրուն շշեր ստանանք, էլի։ Գիտես չէ, սրա համը տալու է սարդելկեքին, դառնա եղեգիսի սարդելկա։ Ուզած չուզած։ Մի շիշը պատրաստ է։ Բենը վառում է մեր կրակը, որի վրա որ պետք է խորովենք։ Իսկ մենք բարեկամներ պատրաստում ենք շշերը, որի վրա որ պետք է խորովենք, որի միջոցով պետք է խորովածը կազմակերպի։ Հա, Վարդան, քեզ ինչ է թվում, համով կլինի։ Հա, ով է փոքր ժամանակ սես խաղեր խաղացը, այսպես։ Հիմա ես խաղում եմ։ Հա? Շվի։ Հիմա լրիվ վայրի գործ ենք անում ու սա բոլորս պետք է իմանանք, որովհետև չնախատեսված պահի կարող է հայտնվեք բնության գերկում ու վայրի ինչ-որ սարդելկա բռնեք, իմանաք խորովելու ճիշտ ձևը, էլի։ Հիմա ունենք պատրաստ 2 շիշ, սկսում ենք մեր օպերացիան։ Կային էսի ոնց որ պետք է սրվի մի քիչ։ Էնի չի խանգարի, Վարդան, որովհետև Կենտենա, ահա։ Ուշադիր պետք է լինեք, որ էսի 1 Ստացանք սենց իրավիճակ, տես, բնությունը խառնվել է։ Սունկ, որտեղ կլինի քո հաշվարկով։ Հնդե, այդ ծառերի տակ արի։ Վարդանը ավելի փորձառու է սունկ որոնելու հարցում, դրա համար վստահում եմ նրան, գնանք տենանք ստե կա սունկ։ Հա, սենց։ Սա ավելի հավանական է քարերի մոտ աճած լինի, թե հեռու։ Ինձ թվում է ծառերի տակ կլի, Վարդան։ Ստե հնարավոր է օծել հանդիպենք։ Ես մի քիչ չեմ հավատում, որ սունկ կգտնենք։ Սունկի սեզոնն է, չէ՞ թեկուզ։ Փորձենք գտնել, բայց ինչի թվում ստե կլինի, Վարդան։ Ստե եթե սունկ կլներ,
Հիմա Վարդանը գտել է սունկ, ասում է ուտելու չի, բախի ուտելու չի, որովհետև սենց թունավոր է։ Կաղայսի ուտենք մեռնենք։ Հաստատ, Հոլստեն նա ինչ սիրուն է։ Բապշունի ուտելու չի, իր սիրունությունը, գեղեցկությունը, բնության հրաշք է, էլի։ Դիլը բասկել դոլսիստան։ Այսինքն եթե էսի ուտեմ կմեռնեմ։ Եթե որտես քեզ Հոպե հոտ է լքաշ։ Սովորական սնկի հոտ է գալի։ Ով է քեզ համոզե։ Ես ուտեմ։ Հա? Ուտեմ ինչ պետք է լեմ, մեռնեմ։ Արա լուրջ բան կլի որ ուտեմ։ Լկային մտ բան ջոգեմ, էլի։ Մի արա։ Թափի թեթա։ Այս թունավոր չի ախպերս։ Ախր ոչ թափի։ Հաստատ թունավոր չի։ Ոչ թափի։ Դաժե ես պատրաստեմ ուտեմ։ Մի ախպեր, թափի էտի։ Ապա ինչ պետք է լի, պետք տանեք հիվանդանոց փրկեք։ Ապա իսկ համար չեմ լսել որ սունկ ուտելուց մարդ մեռնի։ Ապա մեռնում է որ դրա մեջ ես լսում, թափի։ Ախպեր։ Երբ այլ է դեպք, հիշացրու։ 2 օր առաջ, թափի։ Որդ է։ Մեռավ, թափի։ Մեռելա։ Ախպեր կասեն որ սունկից է մեռել։ Ալը կային ուտեմ էլի։ Նայ, չէ, տաղավարի։ Տես ախպեր։ Ես խոսք եմ տալի, լավ եմ լնելու, տես։ Ապա խոսք ոչ։ Ախպեր, չի կարա տես բանելի, պրոստը չի կարա։ Բոլորդ էլ տեսակ իշ սունկա, իմացողները թող ասեն, ես ուտում եմ էսի։ Համով է։ Լսի ձև չի թունավոր ունի։ Ապա մինչև վերջ նկարի չմտածեն մոնտաժ ենք անում։ Ես հիմա ուտում եմ սունկ ու կերա, որը Վարդան ասում է թունավոր է։ Հիմա լավն է ապե, շատ համով էր, դզեց։ Բան նկարի, սարերը, տեսեք իշ հրաշք բնության մեջ ենք հիմա, մենք օրես ծառն էլ, բայց սիրուն ծառ, էլ ծառը մոտիկից նկարի, էլի։ Չէ, ես ես զում արա։ Ախպերս այդ սունկը թունավոր չէր հաստատ։ Կամներ, ես հիմա կերա սունկը, որը Վարդանի պնդմամբ թունավոր էր, տեսնենք միջև վերջ սաղ կմնամ, թե չէ, բայց ես անձամբ չեմ լսել, որ սունկից սունկ ուտելուց մարդ մեռնի։ Դրա համար վստահ շարունակում ենք մեր ճանապարհը։ Ես քեզ մի բան ասեմ, ախպեր։ Կա չուզողներն են ասել, էտի թունավոր է, որ մարդիկ չուտեն մտքները պայծառանա ջոգիր, ասենք մարդը չդառնա սունկաման ջոգիր, հələ ֆրանկ տենանք ինչ կա, չկա։ Չկա, բայց սունկ չեն գտնում։ Վարդան ինչ մեզ բերիր մցրիր բնության մեջ, բայց ամեն դեպքում արի ես որոնեմ, հնարավոր է գտնենք սունկ, ձեզ հետ Մարգարյան Ստեփանն է ջունգլիներում, Եղեգիսի ջունգլիներում ենք հիմա, այստեղ հիմնականում կհանդիպես Մասրենի, Շուշան ապե, բա ինչը, Շուշանը, որ լավն է, համով է, արիլը, նես լային, կուտայես, Շուշան են գտե, ով է Շուշան սիրում, ժիվոյ Շուշան, կարում ես մի անգամից ուտում են, որը փորձել ես, հողի վրից մի անգամից Շուշանն ուտես, ապա Շուշան ենք ուտում, ինչ դյուժիկ չի ասել, ես է, կայմ այդ բան փորձեմ էլի կանի, Այդ ձերդ չի տարար, չէ դենս չի կարա, դեսի, ինձ թվում է նույն ամն է, բայց ասում եմ, որ խնձորը ծառից առանց քաղել, որ կրծում ուտում ես, ավելի ուրիշ ալում համը։ Դարի կրակին հասնում։ Ախպերս կասեր այն ծեփենք ուտենք։ Էսի չեն էփում ուտում։ Ապա բայց աշկի սունկը թունավոր չէր։ Լավ սունկ է, հա։ Հələ սունկից ճար էլի Վարդան։ Հələ ինչ են սարքե։ Ապա կա թողես ես պարկեմ նկարես ինչ են սարքեր։ Բարեկամներ ես չգիտեմ սա սունկն է թե ուղղակի սա կա, բայց պետք է փորձենք իմանանք կա թե չէ։ Որը լուրջ բան է սարքե ախպեր։ Դասի։ Հələ մատ էս կոնստրուկցիան նկարի, որ ով ուզենա հայաթում սարքի։ Բայց դες վստահ մի էլի, կա պոկվին գնեմ գետը։ Վստահ եմ, որ քեզ բան չի դու, մնացածները վստահ չի։ Սունկը չէ թողում ուտեի, հիմա ասեք էսի ինես բանա, որ կարող գնեմ գետը տանի, ախպեր, գետը նա ինչ է։ Մի հատ
մտա աղբերական արի իմ այս աշկերի անկյունից այս տեսանը նկարի։ Ու խոսքի այս տեսարանը։ Ես հիմա տենում եմ հեչաթայինա։ Կեր են տղան տանջվում բարի։ Հա։ Վարդանը ինձ ասում է, որ տանջվելու տղակաստ է։ Գնանք հասնենք օգնենք։ Ցախը հավաքում, այսինքն, ապե կաղայսի տնական արաղը լելարի։ Չէ, ջուրը։ Վարդանը որպես փորձառու հարբեցող լավ գիտի արաղն ու ջուրը։ Չէ, Վարդան։ Հա, լրի։ Ես օրինակ արաղ չեմ խմում, աղբեր, ես սունկ եմ սիրում։ Աղբերս, բայց քեզով էր ասել, որ էդի թունավոր սունկ, հա։ Ես։ Թունավոր չի, Վարդան։ Ես, աղբեր։ Вообще թունավոր չի։ Ոչ չի։ Ես խորհուրդ եմ տալի ով կտեսնի սունկ, համը դուրը կգա թող ուտի։ Բայց որ սնկից թունավորվում են, մեռնում են, ինչ ձևի տեսք են ունենում, Վարդան։ Ինպես սենց լրիվ ջոգում են ինչա կատարվում, բայց մեռնում են վերջում։ Բարեկամներ, ես ուզում եմ ձեզ հիմա ցույց տալ կրակը եւ իհարկե բնությունը։ Բայց արի այն ջրովանքի նման չլինի, էլի մտածեն խոսքի այս ծառը մենք ենք սենց արել։ Պատմեմ, որ սա մենք չենք արել այսպես, ուղղակի հիմա որ էսի չորա կարելի է վառել։ Այն ջրովանքի վիդեոյի մեջ փաշ չի։ Ջրովանքի վիդեոյի մեջ տեսել էին ծառը վնասացա, մտածել էին մենք ենք վնասել։ Դրա համար առիթը բաց չթողնելով ասեմ, որ հեչել մենք չենք վնասել։ Իսկ ով չի տեսել ջրովանքի վիդեոն, անպայման մտեք տեսեք։ Ճիշտ է, հանդես սունկ չեմ կերել, բայց սաղ եմ մնացել։ Օրը ահագին ցախ կաստ է, հա։ Սունկ գտար, եթե ես կուտեմ, բեր։ Բեր, աղբեր ես այդ սունկը։ Ընկերներ, ապե խոսքի, լսի, արիլը բան եմ ասում։ Ռուբոյի ինտելեկտը նայ, իմ արև այսքանը ստից եմ հանե։ Ուրա գնաց է, աղբեր։ Ռուբ, ապե, ես սաղ ծախերը ստից եմ հավաք է, ուր ես գնում։ Աղբեր ես, սաղ, այս 2 մետր էսյան, այս աստ է սաղ ծախը, Ռուբ։ Վարդան, դուր ես գնում, սունկ ես մանգալի, բեր ես կուտեմ, արա հեսա սունկ եմ ճար, արի, արա հեսա իմ արև, արա լուրջ, արիլը, ստետ ես, եսի մեկ սունկ, եսի որ ասիր թունավոր է դրանից, հա, չես իսկական սունկ է, արա իմ արև ջոգիր, ոտների ստակա չենք տեսել, մեկն էլ հեսա, այսի բայց թունավոր է, հա, եսի ուտելու չի, Զիբիլա, այդքից թե դա։ Զիբիլա, ուտելու չի, եսի որ ուտեմ կմերնեմ, Ախպեր, դու մերրած ես, որ ասխաբար չես։ աղբեր ես չեմ մերը, ապերա, ոնց լավը չես իսկական Դա չէ։ Իսկական սունկ է, աղբեր սունկ է, Սունկ չգայլուկ։ ինչ գայլուկ, Կելու թեստ ախպեր։ աղբեր ես եսի գայլուկ չի, կելու թեստը ուրիշ տեսք ունի, նայի, աղբեր, Որ նոր կերար, դրա մեծ տեսակն է։ աղբեր դե արի, Չի մեծ։ կերար որ սունկ է աղբեր, Չէ, դու ես կերել ես դրան։ ապե սունկ է եսի, ես կերել եմ, ես չեմ ասում չեմ կերել, բայց եսի սունկ է, չէ սրանց հոտ է գալի, այսի խոսքի կարա թունավորելի, Եսի ոնց որ սունկ է։ մենք հավաքել ենք այսքան սունկ, որը բույցոնը ծանու շոտ ունի Վարդան եսի, Արի սարսնցի։ նետե կերա, որ ասում ես սունկ չի, ես էլ եմ կերել, ինչ ասես մերնեմ, Ախպեր քիչ են կոն։ սունկ է, հա մեկ է, Սունկ չի։ Ապա սունկ է, բայց ուրիշ։ աղբեր ես սունկ է, աղբեր ես կոնկրետ սնկի համ է գալի, Ինչի անպետի գա։ շուշան աղբեր, օրինակ, Ես ինչ աղբեր, սե վայրի ձմերու կա, բա ինչ այս է, Ուտելու չի դա։ դե ով տեղակ այս ինչ բույսա թող ասի, Քել դրան։ լավ սունկ այսի, Արի թափի էլի։ աղբերս ես կարամ գրած գամ ուտեմ, որ շի բան չլի, Ապես թափի մի կեր։ կերա չէ են մեկը, տեսա չէ, տես ինչ լավ, ձեզնից լավ եմ լելու ես ապը,
Մեր կրակը պատրաստ է եւ մենք զբաղվում ենք արդեն խորովելու process-ով։ Ահա։ Այսպես տաքացնում ենք, էլի։ Ստե տաքությունն է պետք լիքը։ Հիմա պետք է որ պանիրը հալչի, եթե չկարողանանք հալեցնել, ուրեմն հաստեմ կտրեք, կամ էլ պանիրը հալվող չէր օրինակ։ Չէ՞ Վարդան։ Տեսեք ինչպես է սարդելկան կերպարանափոխվում տաքության արդյունքում։ Արա բայց ես խի չի կախվի, կպելա քարին երևի, գիտես։ Հա, սա։ Պանիրը հալվում, հա։ Մեն մեկն էլ բասվավ իմ արել։ Սաղել էսա տրակելու ենք, անի։ Բարեկամներ սարդելկեր մի կողմ, Վարդանը մի կողմ, Վարդանը նվագում է իր սարքած սրինգով, ապա մի կողմ է, աշկս է յան պահի նվագի։ Ապեր, բայց պրինցիպի սունկը ես էիք երեխես դու էտի անում։ Հաչի։ Լավ չէ։ Եվ ասեմ ձեզ կառուցվածքը այս ամենի, տեսեք, որ չմտածեք սարքած է, էլի։ Նայեք, սես դնում ես տեղը, նախապես պատրաստելուց հետո Ապա բեն ասում։ Չէ, պահի։ Ես կեզ։ Աղբորը չեր տասես կտոր, հա։ Ճղճղում ենք հաջորդ մատնաքաշի կտորը։ Վարդան եսի քո բաժինն է։ Աղբեր ես եմ քաշողը, ոնց է իմը։ Սարդելուց է դեպ։ Հար, սարդելկան։ Աղբեր, բայց պրծերեք թու են ախորժալի կողմերը վա, էլի։ Ես ուզում եմ ցույց տամ։ Տեսեք բարեկամներ, այսենց մոտավորապես սենց իրավիճակ, վերցրու Վարդան։ Սպասի, Այ։ Որը վառում է։ Իվան։ Հովանավորի գարեջրով Աղբեր են ինչ էր ասում չուտեմ, հա։ Սիրունա, չէ։ Որոշել ենք կրակը թեժացնենք դրոնի օգնությամբ, հիմա դրոնը կգա ու կթեժացնի։ Ահա, եկավ, իջի ներքև, որը կադրի մեջ ընդհանուր երևա։ Դրոնը եկել է, կրակ է թեժացնում։ Եթե պետք լինի, իմացեք, սես տարբերակ կա։ Ինձ ա նկարում աղբեր։ Սրիգա։ Կամներ, ահա, այսօրվա համար այսքանը մենք կարողացանք պատրաստել ու անել այն ինչը, որ այսօրվա համար պլանավորել էինք, իսկ հիմա կշարունակենք մեր ճանապարհը, տուն գնանք, որովհետև մենք էլ տուն ունենք, էս է դրոնը թո իջնի։ Հենա իջնում է նա, ահա, ապրես։ Всё, ելանք տղերք, եկեք ելանք, լավ,
Լավ մնացեք, լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք տեսանյութը։ Հանդիպեցինք երկար պոզավոր մի այծիկի։ Օրը իրական քերին է ապրում։ Չեն ձերում։ Օրելի պոզավոր։